Այսօրվա մեր պրեզենտացիան ես կոչել եմ In Chagouch we trust, ինչի շատ տենց խառը, որովհետև իրավիճակը ըստ երևույթի երկրում բավական խառն ճաղաչ է։ Եվ ինչպես նկատում եք, Chagouch-ը ըստ երևույթի թուրքական բառ է, բայց հայերենով է գրված է, խառնած է հայտնի In God we trust-ին, In Chagouch we trust անվանը, սա իմ գիտեք մշտապես կիրառվող մոտեցումն է, որ ինչ-որ ձևով նկարագրենք, թե ինչ է տեղի ունենում երկրի, նաև կարծում եմ նկարը, որը որ ներկայացրինք, շատ խոսում է, թե ինչպես են պրոցեսները տեղի ունենում մեր երկրի։ Եվ այսպես, մեթոդաբանության մասին, հետազոտության մեթոդը հեռախոսային հարցումների քանակը 1001, հետազոտության ընտրանքի սխալը 3% եւ հետազոտության իրականացման ժամանակահատվածը նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 5 ժամանակահատվածում է տեղի ունեցել եւ հետազոտության վայրը Հայաստանի Հանրապետություն։ Ավելի մանրամասն մեթոդաբանություն ներկայացված է, ես նյութերը ձեզ տալու եմ, կարող եք ծանոթանալ։ Անցնենք հարցերին, թե դեմ չեք, հետո վերջում կպատասխանեմ նյութերը հարցերին։ Որքանով եք հավանություն տալիս հետևյալ քաղաքական գործիչներին, ինստիտուտներին։ Հայաստանի Հանրապետության բանակ 63.4%-ը նշել որ լիովին հավանություն է տալի եւ 18.4%-ը նշել որ ավելի շուտ հավանություն է տալի։ Ընդհանուր առմամբ 81.8%-ը դրական է գնահատել Հայաստանի Հանրապետության բանակ։ Հայ առաքելական եկեղեցի 63.3%-ը լիովին հավանություն է տալի եւ 14.4%-ը ավելի շուտ հավանություն է տալի եւ շատ գեղեցիկ համադրություն կա 77.7%-ը դրական տիրույթում է գնահատել հայ առաքելական եկեղեցու գործունեությունը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան 38.9%-ը նշել է որ լիովին հավանություն է տալի գործունեությունը եւ 29.1%-ը ավելի շուտ հավանություն է տալիս, սա բավական բարձր ցուցանիշ է, եթե համեմատենք այլ գործիչներին։ Նաև ունենք բարձր ցուցանիշ Տաշիր ընկերությունների խմբի ղեկավար գործարար Բարերար Սամվել Կարապետյանին, ընդհանուր առմամբ մոտ 54%-ը դրական են գնահատել, եթե ավելի մանրամասն այն 31.6%-ը գնահատել է լիովին դրական հավանություն է տալի եւ 22.3%-ը նշել է որ ավելի շուտ հավանություն է տալիս։ Եվ եւս 50%-ից ովքեր բարձր դրական տիրույթում են գնահատվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան 27.2%-ը լիովին հավանություն է տալի նա գործունեության եւ 23.3%-ը ավելի շուտ հավանություն են տալի։ Մյուս գործիչները ավելի նվազ դրական պատասխաններ են ստացել, բայց այստեղ ուզում եմ ուշադրություն դարձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանի գնահատականներին, ընդ որում ոչ թե դրական կամ բացասական գնահատականներին, այլ 27.1%-ը, գրեթե 1/3-ը նշել են, որ չեն ճանաչում նահանգը։ Սա եւս կարծում եմ ցուցիչ է եւ գնահատական նրա աշխատանքի նրա դերակատարման։ Վերջին 2 ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արդեն 3-ից ավելի պատարագների, որոնք իրականացվել են հայ առաքելական եկեղեցու կողմից կարգալույց արված քահանաների կողմից։ Ինչպես է գնահատում այդ երևույթը։ 23.4% նշել է որ լիովին դրական է գնահատում, 13.7% նշել է որ ավելի շուտ դրական է գնահատում, 11.1% նշել է ավելի շուտ բացասական է գնահատում այդ երևույթը եւ 39.3% նշել է որ լիովին բացասական։ Եվ 12.6%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին, մենք ստացվում ենք որ 50%-ից ավել մենք ունենք ցուցանիշ, ովքեր որ բացասական են գնահատում այդ երևույթը, ըստ երևույթի 12.6%-ը, որը որ դժվարացել է պատասխանել, ես կարծում եմ եւս կարելի է դասել է բացասական ավելի շատ հատվածությանը, քան թե դրական վերաբերմունքին այս երևույթին։ Ճանաչում եք, գիտեք արդյոք հետևյալ քաղաքական հասարակական գործիչներին, սա շատ հետաքրքիր հարց էր եւ շատ հետաքրքիր պատասխաններ են ստացել։ Ճանաչում են, գիտեն, լիդերներն են 2 քաղաքական գործիչները, Նաիրա Զորաբյան 91.9%-ը ճանաչում են եւ Վարդան Ղուկասյան Դոկ նշել է 90.7%-ը։ Ուզում եք մի րոպե պաուզա տանք, հա։
իջել մեր հարգարժան գործընկերները։ Հա, լավ, շարունակենք, եթե կպետք մենք առանձին կանադայ։ Նորից այս հարցի վերադառնանք, երկրորդ էշելոնը, հա, ճանաչվածության առումով, դա 84.5% ցուցանիշով Էդմոն Մարուկյանն է, 82.2% Արտուր Վանեցյանը եւ Արմեն Աշոտյանը 81.2%-ով եւ մնացից ավելի ցածր ցուցանիշներ, բայց բավականին կարծում եմ լավ ճանաչվածություն է իրենց համար։ Արման Թապոյան 63.1%, Անդրանիկ Թևանյան 50.3%, Էդգար Ղազարյան 37.9%, Սուրեն Սուրենյան 36.1%, Գուրգեն Սիմոնյան 30.1% եւ Հայկ Նահապետյան նշել է 28.8%։ Այստեղ պետք է ասեմ, որ այս ցանկը առաջադրվել է մեր կողմից, հա, եթե հարց է ծագեն, թե ինչի այլ գործիչներ կան կամ չկան, այս ցանկը մեր կողմից է, մեր թիմի կողմից է նախանշվել եւ առաջարկվել, որպեսզի հասկանանք որքանով են ճանաչված կամ նվազեն ճանաչված այս գործիչները։ Այս հարցից հետո այն մարդկանց, ովքեր որ ճանաչել են, հա, ասենք մարդ կա, քաղաքացի կա, կարող է ճանաչել 3 կամ 4 կամ 5 քաղաքական գործիչ, ում որ ճանաչել են, հա, խնդրել ենք գնահատի, թե ինչպես է վերաբերվում այդ գործիչին։ Իմաստեղ ուշադրություն դարձրեք, հա, կրկնում եմ, առաջատարները Նաիրա Զորաբյան եւ Վարդան Ղուկասյան կուսակցությունից եւ Էդմոն Մարուկյան 84%, Արտուր Վանեցյան, Արմեն Աշոտյան 80%-ից ավել։ Եվ որքանով եք հավանություն տալիս հետևյալ քաղաքական հասարակական գործիչներին, գնահատել են այն հարցերին, ովքեր նախորդ հարցում նշել են, որ ճանաչում են ճարտարապետը։ Եվ այսպես դրական դիրույթում ամենաշատը գնահատվել է Արման Թաթոյանը իրեն ճանաչողների մեջ, 21.7%, ասել որ լիովին հավանություն է տալի եւ ավելի շուտ հավանություն է տալի 22.5%։ Գուրգեն Սիմոնյան 20.3% եւ 17.3% դրական դիրույթում, Էդգար Ղազարյան 16.2% եւ 20.2% էլի դրական դիրույթում եւ Վարդան Ղուկասյան 16.1% եւ 13.8%։ Այս առումով որ մենք նայում ենք Վարդան Ղուկասյանի ցուցանիշը համեմատելով իր ճանաչվածության հետ, ինքը այդ առումով շատ դրական դիրույթում գնահատական ստացած քաղաքական գործիչը առաջարկվածներից։ Հայկ Նահապետյան 15.6% լիովին հավանություն է տալի եւ 19.8% ավելի շուտ հավանություն է տալի։ Մնացածների ցուցանիշները դուք եւս կարող եք նաեւ ուսումնասիրել, բայց սա կարծում եմ շատ հետաքրքիր ցուցանիշ է նաեւ այս գործիչների համար, որովհետեւ իրենք կտեսնեն եւ իրենց ճանաչվածությունը եւ թե ինչպես են վերաբերվում իրենց որպես քաղաքական գործիչ։ Երկու պարագայում են նրանք կարող են աշխատել իրենց այդ ցուցանիշների վրա եւ ունենալ փոփոխություն, դրական թե բացասական, փաստորեն հետագա մեր այդ ազդեցություններից։ Մեր արդեն ցավոք սրտի ավանդական դարձած հարցերից ձեր կարծիքով այսօր Հայաստանում կան արդյոք բանտարկյալներ։ 61.3%-ը նշել է, որ այո կան, անցած ցուցանիշը 62%-ն էր, դեռ բան չի փոխվել։ 23%-ը ասում են, որ ոչ չկա եւ 15.7%-ը դժվարում է պատասխանել այս հարցին։ Եվ այդ 61%-ին մենք խնդրում ենք ասել, եթե ասում եք, որ կան բանտարկյալներ, ովքեր են նրանք։ Նրանցից 64.9%, այսինքն 61%-ի 64%-ը ասել է, որ Սամվել Կարապետյանն է, 36.2% նշել որ Բագրատ arczepiskopos Գալստանյանն է, Միքայել arczepiskopos Աջապարյանն նշել է 33%-ը, Վարդան Ղուկասյան Գյումրիի Վարդան Ղուկասյանն է, շեշտենք որ հասկանանք, 19.4%-ն է, Նարեկ Սամսոնյան 4.7%, Լիդա Մանթաշյան 4.7%, հմծում են վերադառնանք եւ իշեք ժամանակահատված այդ ազդության, այն ժամանակ կարծեմ դեռ այդ ազատումը չէր դեռ ունեցել։ Վազգեն Սաղաթելյան նշել են 3.2%, Դավիթ Համբարձումյանը 2.9% եւ դեռ 1.4%-ը նշում է Արմեն Աշոտյան։ Ну, այստեղ հետաքրքիր բան է, որտեղ ըստ երևույթի Պարոն Աշոտյանը ազատության մեջ է, բայց եթե չեմ սխալվում, ոտքին այդ միջև դա կարծեմ տնային կալանքեր, հա, հետո
Հիմա այդ բրաստետի արկայությունը կա, ինչ երեցը 1.4% նշել է, որ Արմեն Դաշտյանն դեռ խաղ բանտարկյալ է։ Սա եւս մի քիչ բախուճուճ է, բայց փորձեմ բացատրել այս հարցը, հա։ Վերաբերվում է սահմանադրական փոփոխություններին։ Նոյեմբերի 19-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունից հետո։ Այնուհետև նոյեմբերի 22-ին, 2 օր հետո, Մարզամերիկային համալիրում կայացած համագումարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2026 թվականի ընտրություններից հետո Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը։ Հետևյալ դատողություններից որի հետ է համաձայն, 3 դատողություն եք առաջադրել, հա, եւ հասկանանք։ 7.3%-ը նշում է, որ Հայաստանի Հանրապետությանին անհրաժեշտ է լիովին նոր սահմանադրություն, այսինքն համաձայնվում է Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած այս նախաձեռնության հետ։ 20.7%-ը նշում է, որ պետք է որոշ դրույթներ փոփոխել Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրության մեջ եւ 57.1%-ը նշել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ Մենք այստեղ բերել ենք նաև նախորդ փուլերի տվյալները, երբ որ մենք անդրադարձել ենք այս խնդրին, փետրվար 25, հուլիս 2024 եւ հունվար 2024, եւ տեսնենք ամենանվար ցուցանիշը երբ է եղել է հուլիս 2024 թվականին եւ բերել ենք նաև այդ այն ժամանակվա հարցի ձևակերպումը, թե ինչ իրադարձություններից հետո ենք մենք դա հարցրել։ Հուլիսի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքման կարևորագույն պայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է։ Ինչ եք կարծում, արդյոք Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությունը պետք է փոփոխվի։ Այդ պարագայում, երբ որ մենք հարցերել ենք այդ հայտարարությունից հետո, միայն 3.3%-ն ասել, որ պետք է դա համաձայնվել, այսինքն այդ Թուրքիայից եւ Ադրբեջանից եկող մեսիջները հստակ վերում են նրան, որ մեր հասարակության մեջ այդ հակազդեցությունը մեծանում է։ Հիմա նույն այս հայտարարությունները եւ այս վերջի 2-3 ամսվա ընթացքում գնալով հաճախակի այդ հարցի բարձրացումը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից վերել են եւս ցուցանիշի նվազմանը, տեսնենք հունվարի 24-ին, երբ որ միայն Նիկոլ Փաշինյանն էր ասել, որ պետք է փոփոխություն լինի, հունվարի 24-ին 13.4%-ը ասել են, որ միգուցե պետք է փոփոխվի սահմանադրությունը։ Բայց երբ որ կան այդ հայտարարությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, մենք ունենում ենք նվազագույն ցուցանիշներ եւ նվազագույն համաձայնություն մեր հասարակությունը, որ պետք է փոփոխվի։ Այսինքն ես կարծում եմ, այստեղ նայեք հուլիսի 80.3%-ը նշել է, որ պետք է մնա անփոփոխ, հա, որ մեր հասարակությունը մերժում է այդ արտաքին թելադրումները եւ սա պետք է հաշվի առնվի հետագա եւ իշխանության կողմից եւ նաեւ Ադրբեջանի կողմից, եթե իրենք ցանկություն ունեն իրականում խաղաղություն հաստատել, ապա իրենց կողմից են տոպելահարում այդ նախաձեռնությունը։ Եվ ամենահետաքրքիր հարցը կարծում եմ, որ ձեզ բոլորին հուզում է, եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք։ 16.5% նշել են քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, ըստ մի փոքր նվազում կա, 0.7 թե 0.8%-ի նվազում իրենք ունեն։ Մեր ձևով շարժումը 7.2%, այստեղ ունենք մենք բավականին մեծ փոփոխություն, ցավոք սրտի բացասական փոփոխություն, նախորդ հարցումները մենք իրականացրել էինք օգոստոսի վերջում եւ իրենք գրանցել են բավականին թռիչքային աճ 13.2% էին գրանցել ցուցանիշը, թե 13.4% եւ դա 5 անգամ ավել էր հունիսի վերջում իրականացած հարցումներից, այսինքն այդ թռիչքային աճը, որը որ գրանցված էր, ցավոք սրտի բացի նրանից, որ չի պահպանվել, այլ նաեւ անկում է ապրել։ Այստեղ ես պետք է ասեմ, որ ես այն ժամանակ էլ ասում եմ, որ այդ ցուցանիշը, որը որ գրանցվել էր, դա միայն եւ միայն Սամվել Կարապետյանի ֆիգուրի հանգամանքով էր պայմանավորված։ Ես հույս ունեի, որ աշխատանքը մեր ձևով այդ շարժման կավելացնի
որոշակի առումով իրենց ցուցանիշը, բայց տեսնում ենք հակառակ պատկերը, ես կարծում եմ իրենք պետք է բավականին լուրջ ուշադրություն դարձնեն այն ձևաչափի եւ բովանդակությանը, որով իրենք աշխատում են։ Հայաստան դաշինք 6.8%, մի փոքր դրական շարժ կա։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բավականին երկար ժամանակահատվածում գրանցում է դինամիկ աճ եւ 4.5%։ Եթե ուշադրություն եք դարձնում, այս արդեն իսկ այս 4 ուժերը հաղթահարում են այն բարիերը, որ հայտնվել են ազգային ժողովում։ Դոկ կուսակցությունը, ես կարող եմ ասել, որ գրեթե մոտիկ է այդ շեմին 3.8% եւ իրեն եւս կարելի է դասել այդ ցուցանիշի մեջ, որովհետեւ մենք այստեղ ունենք հրաժարվում են պատասխանել կամ դժվարանում են պատասխանել ցուցանիշներ եւ կարծում այստեղից կան որոշակի քանակություն մարդկանց, ովքեր որ չեն ասում, բայց որոշել են թե ում են տալու ձայնը։ Հայաստանի Հանրապետական կուսակցություն 2.7%, Հայաստանի Շնորհապետական կուսակցություն 2.3%, սա ևս վերջի մեր 5 հարցումների ընթացքում կուսակցությունը դուրս է գալի եւ բավականին ևս լավ ցուցանիշներ ցույց տալիս։ Միասնության թևեր կուսակցություն, որը վերջերս է ստեղծվել, 1.5%, Հանրապետություն կուսակցություն 1.5%, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն 1.4%, վերջերս կարծեմ իրենց համագումար է ունեցել։ Լուսավոր Հայաստան կուսակցություն 1.2% եւ Հայ ազգային կոնգրես կուսակցություն 1.2%։ Սրանք այն այս վերջի հարցումներով իրականացած երևացող, քիչ թե շատ ռեյտինգ ունեցող կուսակցություններ, որոնք որ կարող են ունենալ հավակնություններ կամ հայտնվելու ազգային ժողովում կամ դաշինքային որոշակի ձևաչափով հայտնվել ազգային ժողովում։ Այլ նշել են 2.4%, հրաժարվել են պատասխանել այս հարցին 10.6%, դժվարացել են պատասխանել 22.4% եւ ընդհանրապես չեմ քվեարկի նշել 14.1%։ Շնորհակալություն ուշադրության համար, հիմա եթե կան հարցեր, մեծ հաճույքով փորձեմ պատասխանել։ Եթե կարելի է ուզում էին ճշտել եկեղեցու եւ կաթողիկոսի հետ կապված հարցում այս փուլում չեք ներառել եւ պատճառ։ Դե հայ առաքելական եկեղեցու գնահատականը կա, տեսնում եք, որ գրեթե 80% դրական է վերաբերում հայ առաքելական եկեղեցուն։ Կա նաեւ վերաբերմունք, թե ինչ է կատարվում, մենք ինչ-որ ձևով կարելի է դա նաև չկարծում, որտեղ պետք է անջատ դիտարկել կաթողիկոսին եւ հայ առաքելական եկեղեցուն։ Իսկ կարծում եմ, եթե կաթողիկոսի աշխատանքը լինի վատը, այսպիսի գնահատական չի լինի հայ առաքելական եկեղեցուն, այս չդիտարկենք իրեն որպես մարդ, այլ ինստիտուտի որպես մասնիկ դիտարկենք, Նախորդների համարների հայ առաքելական եկեղեցու գրեթե անփոփոխ է մնացել, հաշվառելով այս թիրախավորումը, գրեթե անփոփոխ է մնացել։ Իսկ այդտեղ որ կա հարց է, որքանով է քավանջարանի քաղաքական գործիչների ինստիտուտների Նիկոլ Փաշինյանը կարգեստել 6-րդ, այսինքն դա իր անձով պայմանավորված է 6-րդը, թե կառավարության գործունեության։ Քանի որ ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, կառավարությունը դա ես եմ, ձեր հարցի պատասխանը կարծում եմ կա։ Մենք չպատասխանենք, նույնն է գրեթե մնացել, այդպես փոփոխություն չկա, 21%-ը լիովին հավանություն է տալու աշխատանքի